Պարոն Խանդանյանը նշում է, որ այն որը որակվում է ձեր կողմից որպես ահաբեկչություն, ասում է, որ աջակիցները, օրինակ Հայաստան խմբակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը արդարացրել են եւ աջակցում են ահաբեկչությանը, իրեն է մեջ բերում եւ ասում է, որ այս ամենին պետք է տրվի սահմանադրաիրավական գնահատական եւ լրջորեն քննարկվի այս խմբավորումների գործունեության նպատակահարմարությունը։ Դա ես մի բան ասեմ։ Սա ինչ է նշանակում, արդյոք դուք այս քաղաքական ուժի, չգիտեմ, կասեցում կամ ինչ-որ այլ սցենարների մասին եք ասում։ Ես կարճ բան ասեմ։ Ես ուսումնասիրել եմ 99 թվականի մամուլը, ԱԺՄ ՀՅԴ-ական մամուլը։ 99 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ օգտագործվում էր նույն բառապաշարը այդ նույն շրջանակների կողմից, ինչ որ հիմա օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Բացարձակ նույն։ Գնացեք, կարդացեք դաշնակցական եւ դաշնակցական ԱԺՄ-ական թերթերը 99 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ինչ էին իրեն գրում Վազգեն Սարգսյանի մասին, ինչ են իրեն գրում Կարեն Դեմիրճյանի մասին, նույն բառապաշարը, սա նշանակում է, որ Հայաստանի, սա նշանակում է, որ ի տարբերություն 99 թվականի, երբ որ օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իմ կարծիքով եւ իր ղեկավարը չեմ կարող ասել, բայց փաստավոր թերի, միտումնավոր թե ոչ միտումնավոր, դա առանձին հարց է, թերի են աշխատել եւ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, հիմա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ մյուս իրավապահ մարմինները աշխատել են փայլուն եւ նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել Հայաստանում։ Որ ասում են պատիտակ այսքան մարդու պետքա գյուլենք, հետո այսքան մարդուն կբռնենք, հետո այն մյուսի ընտանիքներին սենց կանենք, հետո նենց կանենք, դա մի վարքան կներեք, որ ասում են ավտոբուսի վրա յուղ կլցնենք, կայրենք, այդ ի՞նչ է։ Այդ ավտոբուսների ում պետք է այրեին։ Ինձ կասեք։ Խմբավորումների գործունեության նպատակահարմարությունը դա ինչ է նշանակում։ Դե ես կարծում եմ, որ բոլոր հանցագործ խմբավորումները, որոնք որ աշխատում են պետականության դեմ, պլանավորում են հեղաշրջում, այդ թվում ոչ միայն քաղաքական գործիչներին սպանելով, այլ նաև սովորական մարդկանց, որտեղ երբ որ ինքը ասում է պետքա օրինակ ավտոբուսի վրա յուղ լցնել եւ այրել, որտեղ ավտոբուսի վրա երբ որ դու յուղ ես լցնում ու այրում ես, դա աշխատանքի գնացող սովորական քաղաքացիներ են ավտոբուսների մեջ, գործարարներ չեն, իշխանության ներկայացուցիչներ չեն եւ այլն եւ այլն։ Մի վարքան, երբ որ այդպիսի կլսեք, երբ որ այդպիսի բան է պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետքա օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել եւ տանել նստացնել Նայիրի Հունանյանի կողքը, որովհետեւ իրանք Նայիրի Հունանյանից ոչ բանով չեն տարբերվում։ Իհարկե ունի։ Ինչ կներեք։ Դուք տեսեք գործողությունների պլան ցանկացած փոփոխության կա, բայց երբ որ այդ գործողությունների պլանը օրինակ խաղաղ հանրահավաք է, ձեռքի ծափեր է, ավտոմեքենայի ազդանշան է, փողոցում հանգիստ կանգնել է, դա ուրիշ բան է, երբ որ դա օրինակ քաղաքական գործիչներին պատերի տակ գյուլել է, քաղաքացիներին ավտոբուսներում վառել է, երբ որ քո սեփական ժողովրդի, ինք տեսեք, այդ մարդիկ ասում են մի վարքան, դե ես լսեցի փաստաբանին, ով ասեց, որ ճիշտ եք ասում, դուք ես համաձայն եմ, բայց ես լսեցի փաստաբանին, որ ասեց, որ ընդունեց, որ այդտեղ Բագրատ Վազգեն Գալստանյանն է, մի վարքյան, տեսեք, Վազգեն Գալստանյանն է, ընդունեց, որ Վազգեն Գալստանյանն է, եւ այս փաստորեն ստացվում է, որ Վազգեն Գալստանյանը իրենց մեր ժողովրդին անվանում է, ինչ էր անվանել մեր ժողովրդին, այդ ստահակը անասուն էր անվանել։ Իմ ժողովրդին անվանել էր անասուն այդ ստահակը։ Ինքը լավ չի ճանաչում,
Այդ ուրեմն այդ հանցագործ խմբակները, այդ ստահակները մեր ժողովրդին, այդ սրբապիղծները լավ չեն ճանաչում, որովհետև նա ով որ իմ ժողովրդին ասում է անասուն, իսկ այդ ձայնագրության մեջ այդ ստահակը, այդ սրբապիղծները մեր ժողովրդին այդպես են անվանում։ Իրանց կողմնակիցներն էլ բաժանում են բջերի ու էշերի։ Սենց բաների են բաժանում։ Ախր իրանց դեմքը պատրվել է, էլ հնարավոր չի իրանց փրկել։ Պարոն Պապյան, հանրության մոտ այսպիսի բաներ կա, որ այս ամեն ինչ ավարտված է։ Ավարտված է։ Աշայի ամբիոնից, բարձր ամբիոնից հրահանգ եղավ, որ ես ես կլցնեմ առանձայի պատվալները եւ այստեղ տրամաբանական նաեւ հնարավոր է կասկածել, որ դա ուղիղ հրահանգ է, որից շատ քիչ չանցած այս ամեն ինչը։ Ես ասում եմ իմ ժողովրդին անասուն անվանող պետական մի վարքյան, հիմա կասեմ իմ ժողովրդին իր իշխանությունը հասնելու համար ավտոբուսի մեջ վառել ցանկացող պետական մարդկանց, պետական այրերին պատի տեղ գնդակը հարել ցանկացող մարդուն ԱԱՑ-ի պատվալ նետելը դա օրենքի խիստ պահանջ է, խիստ պահանջ։ Դուք ինչ հարց տալիս եք, ավելի վատ վիճակում եք հայտնեցնում տերորիստներին եւ տերորիստների պաշտպաններին։ Չեք լսում հարցը, պարոն Պապյան, ինչ որ հայտարարություններ եք անում։ Ես ձեզ հարցնում եմ, երբ որ Սարգիս Խանդանյան ասում է, որ սահմանադրաիրավական գնահատական պետք է տրվի այդ մարդկանց աջակցողների եւ քննարկվի նրանց գործունեության նպատակահարմարությունը։ Խոսքը կուսակցության գործունեության նպատակահարմարության մասին է։ Ինչ է սա նշանակում։ Դե սա նշանակում է, որ պետք է քաղաքական առումով դա նվազագույնը քննարկման առարկա, այո, որովհետև քաղաքականության քաղաքական որոշումները ենթադրում են նաև իրավական հետևանքներ, կարող են ենթադրել։ Ինչ կուսակցության գործունեությունը կասեցնի օրինակ։ Ես չգիտեմ, բայց եթե մի կուսակցություն պարզվի, որ ինքը տերորիստական կուսակցություն է, այսինքն եւս մեկ անգամ պարզվի, որ այս փուլում էլ է ինքը տերորիստական կուսակցություն, ապա ինչու ոչ, որովհետև եթե ինչ որ փուլերում պարզվել է, որ ինքը տերորիստական է եւ մեր դատարանների որոշմամբ, որպես տերորիստական կուսակցություն իր ուրեմն գլխավորները գնացել եւ դատապարտվել են, հետո առանց դատարանի որոշումների կամ ինչ որ բանը քաղաքական փոփոխության արդյունքում ինչ որ մարդիկ դուրս են եկել ուրեմն բերթերից դա գոնե մեր դատարանները ապացուցել են 90-ականներին, ես ինչքան գիտեմ, չէ՞, տես չի։